Մի նկարի պատմություն։ Կոմիտաս վերջին գիշեր։ Սարգիս Մուրադյանի Կոմիտաս վերջին գիշեր կտավը առաջիններից էր, որ խախտեց հայոց ցեղասպանության հիշողության երկարատև լռությունը։ Կտավն առաջին անգամ ցուցադրության ներկայացվեց 1956 թվականին Մոսկվայում կայացած հայ արվեստի եւ գրականության 10-օրյակի շրջանակներում։ Սկզբում իհարկե հայկական ժյուրին մերժեց կտավի ներկայացումը մոսկովյան ցուցադրությանը։ Պատճառը բոլորովին այն չէր, որ կտավը չէր համապատասխանում ցուցադրության չափանիշներին։ Խնդիրն այն էր, որ Կոմիտաս վերջին գիշերը եւ դրանում արտահայտված հայոց ցեղասպանության թեմատիկան բացահայտում էին լինելու ռուս հասարակության համար։ Բարեբախտաբար Մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Հակոբ Խանջյանի պնդմամբ կտավն ուղարկվեց ցուցադրության, որտեղ էլ արժանացավ մեծ ուշադրության եւ քննարկումների։ Անդրադառնալով Մուրադյանի Կոմիտաս վերջին գիշերը կտավին, փորձագետներից մեկը, ռուս նկարիչ Բորիս Յոգանսոնը, մատնանշում է կարմիրի առատությունը։ Եթե հատակին փռված գորգը նկարված լիներ կանաչավուն կամ կապտա երկնագույն երանգներով, դա շահեկան կլիներ պատկերի գեղանկարչական ողջ կառուցվածքի համար։ Սակայն Յոգանսոնը հաշվի չէր առել կամ չէր ցանկանում շեշտադրել Մուրադյանի կողմից կարմիրի խորհրդանշական իմաստը, որով նկարիչը ցույց էր տալիս հայ ժողովրդի թափած արյունը։ Մուրադյանի նպատակը Կոմիտասի կերպարով Եղեռնի թեմայի բարձրաձայնումն էր։ Առհասարակ Սարգիս Մուրադյանն առաջիններից էր, որ խորհրդային արվեստում առաջնային տեղ գրավող թեմատիկ ժանրն ուղղեց դեպի ազգային պատմություն։ Հետագայում Մուրադյանը ստեղծագործական շարք է նվիրում Կոմիտասին։ Կոմիտասը եւ Հովհաննես Հովհաննիսյանը էջմիածնում։ Կոմիտասը եւ Հովհաննես Հովհաննիսյանը զրուցում են գյուղացիների հետ։ Կոմիտաս 1915 թվական ապրիլ։ Անտունի։ Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Իսկ 2015 թվականի ապրիլի 23-ին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ։